Գիտես թե ում ես վաճառում քո պրոդուկտներն ու ծառայությունները։ Եթե այս հարցի պատասխանն է դե ես իմ պրոդուկտը բոլորին եմ վաճառում, պետք է հիասթափեցնեմ քեզ։ Վաճառել բոլորին նշանակում է չվաճառել ոչ ոքի։ Ինչու՞։ Եկեք սկսենք խոսել։ Մեր նախորդ քննարկումներից արդեն հասկացել ենք վաճառքի ինչ ռազմավարություններ գոյություն ունեն, ինչպես չափել, հաշվել, պլանավորել վաճառքի գործընթացները։ Այժմ ժամանակն է խոսելու թե ում ենք վաճառում, ով է մեր իդեալական հաճախորդը եւ ում ենք ներկայացնելու մեր պրոդուկտներն ու ծառայությունները։ Ինչ է իդեալական հաճախորդի պրոֆիլը։ Իդեալական հաճախորդի պրոֆիլը ICP այն անձանց կամ կազմակերպությունների նկարագիրն է, որոնց խնդիրները կարող է լուծել քո պրոդուկտը կամ ծառայությունը, եւ որոնք ներկայացնում են իրական արժեք տվյալ բիզնեսի համար։ Լավ, իսկ ինչպես հասկանալ, թե հազարավոր պոտենցիալ գնորդներից ով է հենց քո իդեալական արժեքավոր հաճախորդը։ ICP ստեղծելու համար հիմնվում ենք ամենատարբեր կոմպոնենտների վրա, սկսած դեմոգրաֆիկ առանձնահատկություններից մինչև վարքագծային տվյալներ ու ֆինանսական հնարավորություններ։ Բայց մենք վաճառքի մասնագետները շեշտադրումը կատարում ենք երկու հիմնական կոմպոնենտի վրա։ Առաջին՝ արկա հաճախորդներ, եթե ունենք, եւ երկրորդ՝ նոր հաճախորդներ, նոր թիրախային լսարան։ Եթե արդեն իսկ ունես հաճախորդներ, հավաքագրել ես նրանց տվյալները, կարող ես հասկանալ, թե ով է քո իդեալական հաճախորդը օգտագործելով ABC XYZ մատրիցան։ Ինչպես է այն աշխատում։ Ըստ գնումների ծավալի ABC առանձնացնում ենք, օրինակ A մեծ ծավալ high spend, B միջին ծավալ average spend եւ C փոքր ծավալ low spend։ Ըստ հաճախականության XYZ առանձնացնում ենք X բարձր հաճախականությամբ գնումներ կատարողներ, Y միջին հաճախականությամբ գնումներ կատարողներ եւ Z ցածր հաճախականությամբ գնումներ կատարողներ կամ քիչ գնումներ կատարողներ։ Օրինակ, եթե քո բիզնեսի համար միջին գնումը կազմում է 100,000 դրամ, ապա 100,000-ից բարձր արժեքով գնումները կատարված հաճախորդները դասվում են մեծ ծավալի շարքին, իսկ դրանից ցածրը փոքր։ Կամ եթե միջին հաճախորդի գնումների հաճախականությունը 2 է, ուրեմն դրանից բարձր դեպքում համարում ենք բարձր հաճախականություն, գնում կատարող, ցածրի դեպքում ցածր։ Երբ համադրում ես ABC XYZ մատրիցան, կարող ես հստակ տեսնել, թե ովքեր են քո ամենաարժեքավոր հաճախորդները։ Օրինակ, եթե հաճախորդը համապատասխանում է մատրիցայի BY արժեքներին, նրան համարում ենք միջին ծավալով գնումներ կատարող։ Եթե չունես հաճախորդներ կամ նոր պրոդուկտ ու ծառայություն ես ներկայացնում, կարող ես օգտագործել հաճախորդի իդեալական ֆորմուլան հիմնված 5 հիմնական կոմպոնենտների վրա։ Առաջին՝ ֆինանսական հնարավորություններ։ Արդյոք հաճախորդը ունի բավարար միջոցներ քո պրոդուկտը գնելու համար։ Երկրորդ՝ կարիքը։ Որքան ունի քո պրոդուկտի կամ ծառայության կարիքը, որքանով է այն լուծում հաճախորդի խնդիրը։ Երրորդ՝ ժամանակը։ Արդյոք ճիշտ ժամանակին ենք ներկայացնում տվյալ պրոդուկտը։ Չորրորդ՝ վստահության մակարդակը։ Արդյոք քեզ վստահում են եւ եթե այո, ապա որքանով։ Հինգերորդ՝ ճիշտ մարդու վրա դուրս գալը։ Առաջարկը ներկայացրել ես որոշում անձին, թե ոչ։ Այսպիսով, իդեալական հաճախորդի պրոֆիլ ստանալու համար առաջարկում եմ օգտագործել հետևյալ բանաձևը։ Այս ամենը շարունակական իրականացնելու համար քեզ հարկավոր է մի քանի գործողություններ։ Նախ, հավաքել տվյալները հաճախորդների, կատարել դեմոգրաֆիկ եւ վարքագծային սեգմենտավորում, պարզել հաճախորդի իդեալական աշխարհագրական վայրը, սեռը, տարիքը, գնումներ կատարելու վարքագիծը եւ այլն։ Եվ այդ հավաքագրված տվյալները պահպանել CRM համակարգում, ինչը քեզ թույլ կտա հեշտությամբ վերլուծել դրանք եւ դուրս հանել քո իդեալական հաճախորդի պրոֆիլը առանց ժամանակի կորստի եւ ավելորդ ջանքերի։ Իսկ եթե դեռ չես հավաքագրել հաճախորդների տվյալները կամ չգիտես ինչպես դա անել, մի քանի արդյունավետ եւ պրակտիկ CRM գործիքներ տվյալների հավաքագրման եւ վերլուծության համար։ Pipedrive, HubSpot, Zoho, Odoo։ Վիդեոյի նկարագրություն բաժնում կգտնես գործիքների հղումները եւ դրանց անվճար օգտագործման տարբերակները։ Իսկ եթե ուզում ես իմանալ շատ ավելի վաճառքի, ավտոմատացման եւ բիզնեսի աճի գործիքակազմերի մասին, ապա բաժանորդագրվիր նաեւ մեր նյուզլեթերին։